Սոթբին ներկայացրել է 10 կարատանոց ադամանդ, որը ըստ աճուրդիտան կարող է վաճառվել $20 միլիոն, երբ այն Ժնևում աճուրդի հանվի։ Մասնագետների հավաստմամբ միջերկրածովյան կապույտ ադամանդ անվամբ հայտնի բարձիկաձև թանկարժեք քարն արդյունահանվել է Հարավային Աֆրիկայում եւ ունի հազվագյուտ վառ կապույտ գույն։ Սա հավանաբար շուկա դուրս եկած ամենահետաքրքիր նոր կապույտ ադամանդներից մեկն է։ Մենք այն անվանել ենք միջերկրածովյան կապույտ, արտացոլելու այն կապույտ երանգը, որը տեսնում ենք քարի մեջ։ Նման քարերը շուկայում նոր են ու թարմ։ Գունավոր ադամանդների շուկան շարունակում է աճել։ Երբ ինչ-որ նոր բան աներևակայելիորեն հազվագյուտ է, ինչպիսին է այստեղ առկա 10 կարատանոց վառ կապույտ ադամանդը, միշտ պահանջարկ է լինում նման բացառիկ իրերի նկատմամբ։ Ուստի ակնկալում ենք, որ մասնակցությունը բավականին մեծ կլինի։ 2016 թվականին Ժնևում Քրիստի աճուրդում վաճառվել է եւս մեկ վառ կապույտ ադամանդ ռեկորդային $68.7 միլիոն։ Սոթբին աճուրդի է հանել ոչ միայն այս կապույտ ադամանդը, այլև բարձրակարգ զարդերի մի ամբողջ հավաքածու, որը ներառում է նաեւ այլ գունավոր թանկարժեք քարեր։ Հոնկոնգի գլխավոր կղզու մոտ 12 մարտ կեսգիշերին բարձրացել է աշտարակ հնարավորինս շատ բուլկիներ հավաքելու առաքելությամբ։ Նպատակն է լցնել իրենց պարկերը 3 րոպեի ընթացքում։ Միավորները բաշխվել են ըստ այն բանի, թե կառույցի վրա որքան բարձրությունից են հավաքել 9000 պլաստիկ բուլկիները։ Աշտարակի գագաթից բուլկիները հաջողությամբ հավաքողը նաև հաջողություն է բերում իր ընտանիքին։ Միջոցառումը նշանավորել է բուլկիների փառատոնի ավարտը Չենգ Չաու կղզում։ Մեկ դարից ավելի Չենգ Չաուի բնակիչները կազմակերպել են այս փառատոնը աղետը վերացնելու եւ խաղաղության ու անվտանգության համար աղոթելու նպատակով, որը համընկնում էր Բուդդայի ծննդյան տեղական տոնակատարության հետ։ Այս տարվա միջոցառմանը մասնակցել են 9 տղամարդ եւ 3 կին։ Ջանետ Կունգ Ցզ Ժանը, որը սառցե լեռներ մագլցող մարզիկ է, եւ հրշեջ Ջեյսոն Կվոգ Կամինգը համապատասխանաբար թագադրվել են բուլկիների թագուհի եւ բուլկիների թագավոր։ Կարծում եմ թագուհիների թագուհի տիտղոսը նվաճելն իմ 9 տարվա մասնակցության կարևորագույն նվաճումներից մեկն է։ Կշարունակեմ մասնակցել դրան ապագայում։ Սա մի տեսակ ինքնատիպ ստուգատես է ինձ համար, որը թույլ է տալիս ինձ մտորել իմ ֆիզիկական պատրաստվածության մակարդակի մասին եւ գնահատել, թե արդյոք մրցույթի հանդեպ իմ կարողությունը տարեց տարի բարելավվել է։ Մինչեւ հիմա նկատել եմ, որ աստիճանաբար առաջընթաց եմ գրանցում։ Քյոլնի կենթանաբանական այգում մարտի 11-ին ծնված Բոնոբոն գաճաճ շիմպանզեի ձագը հանդես է եկել առաջնելույթով։ Վերջերս Ցյուրիխի համալսարանի հետազոտողների անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պրիմատները, որոնք մարդու ամենամոտ կենթանի ազգականներից են, մարդկանց հետ կիսում են շարահյուսական ունակությունները։ Քյոլնի կենթանաբանական այգու աշխատակից Յոհանա Ռոդե Ուայթի խոսքով, վտանգված պրիմատները բավականին խելացի են, կարող են օգտագործել գործիքներ եւ սոցիալական արարածներ են։ Բոնոբոներն իրականում ազգակցական շատ մոտ կապ ունեն մեզ հետ։ Այո, նրանք բավականին խելացի են։ Օրինակ կարող են օգտագործել գործիքներ եւ շատ շփվող են։ Դա նրանց դարձնում է յուրահատուկ, եւ նրանք նաեւ շատ վտանգված են։ Կարմիր գրքում են ընդգրկված։ Կոնգոյում վայրի բնության մեջ մնացել է 15-ից 20 հազար կենդանի։ Մելումբե անունով ձագին եւ նրա մայր Մալայկային կարելի է տեսնել կենթանաբանական այգում գրկախառնվելիս եւ իրենց ազատավանդակում զբոսնելիս։ Բոնոբոյի ձագը դեռևս չի կարողանում բարձրանալ կամ նույնիսկ սողալ, բայց կենթանաբանական այգու աշխատակիցը նշել է, որ Մալայկան հիանալի աշխատանք է կատարում նրա խնամքի հարցում, հաշվի առնելով, որ նա առաջին անգամ է մայրանում։ Մեքսիկայի կենտրոնական Ուտումբա գյուղաքաղաքում անցկացվել է ավանակների ամենամյա փառատոնը, որը երկարամյա ավանդույթ է։ Մարդիկ այստեղ այս կերպ են հարգանքի տուրք մատուցում աշխատասեր կենդանուն։ 16-րդ դարում հիմնված այս գյուղաքաղաքում փառատոնը մեկնարկել է ավանակների վրա նստած վիճակում անցկացված պոլոյի խաղով։ Այն մասնակիցների ու երկրպագուների է գրավել ամբողջ Մեքսիկայից։ Արդեն 60-րդ անգամ է անցկացվում ավանակների փառատոնը։ Այն ներկայացնում է քրտնաջան աշխատանքը, որ այդ կենդանիները մատուցում են մեզ մարդկության պատմության ամբողջ ընթացքում։ Իհարկե, հիմա արդեն այդքան շատ չենք օգտվում ավանակների աշխատանքից։ Մենք հիմա նրանց հատուկ ապաստարաններում ենք պահում։ Հետագայում պոլոյի խաղից բացի տեղի է ունեցել ավանակների օգտագործման ցուցադրություն եւ նրանց համար կարված հագուստների մրցույթ։ Այս միջոցառման արմատները հասնում են 1965 թվականին, երբ Օտումբայի բնակիչները, որոնց կյանքը մեծապես կախված էր ավանակների մասնակցությամբ աշխատանքից, որոշել են, որ այս աշխատասեր կենդանիները արժանի են հանրահռչակման։
Չիկագոյի բնակիչները հպարտությամբ եւ մեծ ողջավորությամբ են նշել, որ հենց ծնունդով Իլինոյսից Լևոն 14-րդն է ընտրվել առաջին ամերիկացի Հռոմի պապ։ Մարդիկ խոստովանել են, որ անչափ հուզված են, միաժամանակ շատ հաճելի է այս նորությունը իրենց համար ու նաեւ անակնկալի են եկել, քանի որ չեն սպասել, որ հնարավոր է նման բան տեղի ունենա։ Շատ զարմացած եւ ողջավորված եմ, հատկապես այն պատճառով, որ ես եւ ամուսինս մեծացել ենք Քալոմետ այգու հարավային կողմում, որը շատ մոտ է Ռիվերդեյլին, որտեղ ծնվել է Հռոմի պապը։ Եվ հենց իմացանք այդ մասին, ամուսինս հաղորդագրություն ուղարկեց իր զարմուհի Դիանային, որը գնացել էր Սուրբ Մարիամ եւ պարզել, որ նրանք դասընկերներ են։ Գաղտնիք չէ, որ Ռոբերտ Ֆրենսիս Պրիևոստը շատերի համար անակնկալ ընտրություն էր կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդ լինելու համար։ Միաժամանակ մարդիկ ուրախ են, որ Լևոն 14-րդը ձայների ճնշող մեծամասնությամբ է ընտրվել, ինչը վկայում է նրա շուրջ գոյություն ունեցող մեծ համերաշխության մասին։ Արգենտինայում մի խոհարար հարգանքի տուրք է մատուցել նորընտիր Հռոմի պապ Լևոն 14-րդին, ստեղծելով յուրահատուկ պապական ոգեշնչմամբ շնիցել, որն այդ երկրում հայտնի է որպես միլանեզա։ Հացի փշրանքներով պատված նավարի սթեյքն Արգենտինայի ամենասիրված ուտեստներից մեկն է եւ հիմնված է իտալական միլանեզայի վրա, որը պատրաստվում է հորթի մսից։ Բուենոս Այրեսի ռեստորաններից մեկի խոհանոցում խոհարար Դամիան Զանոտին մսից զգուշորեն քանդակում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետի դեմքը, ակնոցը եւ խաչը։ Այնուհետև այն պատում է հացի փշրանքներով նախքան տապակելը։ Խոհարարը շատ է ցանկանում, որ իր վերջնական աշխատանքը նման լինի այն անձին, որին ուզում է ներկայացնել եւ կարողանա փոխանցել այդ կերպարի կարևորությունը։ Այսօր Հռոմի պապին վերստեղծելը շատ կարևոր է կաթոլիկ եւ ընդհանրապես քրիստոնեական աշխարհի համար։ Իրականում այնքան էլ հեշտ չէր, քանի որ վախենում էի, թե չի ստացվի կերպարը։ Իմ արածը հարգանքի տուրք է Հռոմի պապին։ Ֆուտբոլի նկատմամբ գիրքը Բուենոս Այրեսում շատերին հմայել է ինտերակտիվ շոուով, որը փառաբանել է ոչ միայն ֆուտբոլի երաստղերին, այլև երկրպագուներին։ Երկրպագու ծես շոու խորագրով միջոցառումը փորձել է ներկայացնել երկրպագուների մեծ սերը եւ եռանդը ֆուտբոլի հանդեպ։ Այն ներշնչված է Արգենտինայում տեղի ունեցած տոնախմբությունից, երբ 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի գավաթը նվաճեցին։ Ռեժիսոր, բեմանկարիչ եւ պարուսույց Պիչոն Բալդինուի ղեկավարությամբ շոուն նպատակ ունի մարդկանց հանդիսատեսից վերածել կոլեկտիվ ծեսի մասնակցի։ Ինտերակտիվ շոուն այցելուներին հիացնում է օդային թատրոնով եւ կենդանի երաժշտությամբ։ Հանդիսատեսն ընդգրկվում է շոուի մեջ թմբուկների, դրոշների, ծխի եւ վանկարկումների միջոցով, մոտավորապես այնպես, ինչպես մարզադաշտերում։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։